Վիրավորանքի համար ինչ պատասխանատվություն է նախատեսում օրենքը։ Ողջույն, ես փաստաբան Տիգրան Գրիգորյանը։ Վիրավորանքի դեպքում կարող եք դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը. հրապարակայնորեն ներողություն խնդրել, ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը, կամ եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը։ Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը, կամ մինչև 3 միլիոն դրամի չափով փոխհատուցում վճարել։ Զրպարտության դեպքում կարող եք դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը, կամ մի քանիսը, եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվության միջոցներով, ապա կարող եք պահանջել լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը և կամ հրապարակել դրանց վերաբերյալ ձեր պատասխանը։ Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարան օրենքի համաձայն, կամ կարող եք պահանջել նաև սահմանված մինչև 6 միլիոն դրամի չափով փոխհատուցում վճարել։ Փոխհատուցման չափը նույնպես որոշում է դատարանը հաշվի առնելով կոնկրետ գործի առանձնահատկությունները, նաև վիրավորանքի կամ զրպարտության եղանակն ու տարածման շրջանակը, նաև վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը։ Այս հարցի շրջանակում հավելեմ նաև, որ իրավունքի պաշտպանության հայց կարող եք ներկայացնել դատարան վիրավորանքի կամ զրպարտության մասին ձեզ հայտնի դառնալու պահից հետո 1 ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից 6 ամսվա ընթացքում։ Դատական պրակտիկայում զանգվածային լրատվամիջոցներով կամ սոցիալական հարթակների միջոցով վիրավորական կամ զրպարտչական տեղեկություններ հրապարակելու դեպքում 1 ամսյա ժամկետի սկիզբը հաշվում է հրապարակման օրվանից։ Գործի դիր օրենքը, դու ունես իրավունք։